Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Առաջիկա րոպեներին դիտեք։ Բանակում իսպար բացակայում է վերահսկողությունը։ Տարեսկզբից մահվան երրորդ դեպքը բանակում, զինվոր է ձերբակալվել։ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հայտարարում են բաժանման մասին, պատճառները չեն բարձրաձայնում։ Ստեսություն, ինչ նոր հանդիպում։ Ձեզ մեղավորում եք, ոչ ինչ եմ արել։ Արդարադատության նախարարի հայտարարությունը վրդովեցրել է իրավապաշտպաններին։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահանջում է դադարեցնել մարտի 1-ի գործով քրեական հետապնդումը։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջնորդած հայրենիք կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական առաջիկա ընտրությունների։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է արել չեղարկել Իրանում մահապատժի կիրառումը։ And I hope the voice of reason prevails. Հերթական մահվան դեպքը բանակում, պաշտպանության նախարարությունը երեկ հայտնեց, որ հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին, քրեական գործը հարուցվել է սպանության հոդվածով, ձերբակալվածը ծառայակիցն է։ Սա տարեսկզբից երրորդ մահվան դեպքն է զինված ուժերում, ինչու իշխանություններին չի հաջողվում կանխել խաղաղ պայմաններում մահվան դեպքերը։ Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանները վերահսկողության բացակայություն են տեսնում։ 2 ամսում 3 զոհ բանակում։ Այս անգամ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի զորամասերից մեկում։ Նախնական տվյալներով 19-ամյա Նարեկ Հակոբյանին սպանել է ծառայակիցը, որը ձերբակալված է։ Քննչականը սպանության հոդվածով վարույթ է նախաձեռնել, առաջիկայում մեղադրանք կառաջադրի ու կդիմի դատարան կալանավորելու։ Բանակում իսպար բացակայում է վերահսկողությունը։ Զինվորը Աբովյան քաղաքից էր, ավարտել էր թիվ 5 հիմնական դպրոցը։ Նրա մահասուքում է ողջ դպրոցը, կիսում ծնողների վիշտը։ Իր կարճ կյանքի ընթացքում Նարեկը եղել է լավ աշակերտ ու ընկեր, նվիրված որդի, վայելել է ընկերների ուսուցիչների հարգանքն ու համակրանքը։ Նրա ժպիտը եւ մարդկային ջերմությունը կմնան մեր սրտերում եւ հիշողություններում։ Նշված է դպրոցի Facebook-յան էջում, որտեղ Նարեկն է զինվորական հագուստով։ Թե ինչ խնդիրներ են եղել բանակում, ինչի հետևանքով երիտասարդը զրկվեց կյանքից, իրավապահները չեն մանրամասնում։ Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը զայրացած է իշխանության վրա, որը նրա գնահատմամբ ի վիճակի չեղավ բարեփոխել զինված ուժերը, վերացնել այնտեղ տիրող կյանքեր խլող փողոցային բարքերը։ Երբ որ դու ծանոթանում ես քրեական գործերի նյութերին, բանակի ամբողջ վիճակը, այդ կրիմինալ մթնոլորտը անմիջապես շատ պատկերավոր երևում է, որը արտացոլվում է այդ քրեական գործերում։ Ես ինչ ասեմ, ու դու տեսնում ես, որ ներսում ինչ է կատարվում։ Փետրվարի սկզբին էլ բանակում մահացել էր 22-ամյա պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը։ Իրավապահները ինքնասպանության հասցնելու հոդվածով են գործը քննում։ Հունվարի 14-ին էլ հաղորդվեց Վահան Պետրոսյանի մահվան մասին, իրավապահներն այս դեպքում եւս քննում են ինքնասպանության վարկածը։ Կա միջազգային փորձ, կան բազմաթիվ այլ փորձագետներ, կան բանակի փորձառու աշխատողներ, այսինքն մշակված է կանոնադրություն, օրինակ, մշակված են օրենքներ, պետք է դրանք պահպանել ուղղակի, պետք է վերահսկել, որ այդ ամեն ինչը այդտեղ տեղի չունենա։ Իրավապաշտպանն այս ծանր վիճակագրության առաջին մեղավորներին համարում է ոչ թե շարքային զինվորներին, այլ հենց բանակի ղեկավարությանն ու իրավապահներին։ Իշխանությունները շարունակում են հպարտանալ, որ անցած տարի հակառակորդի գնդակից ոչ մի զինվոր չի զոհվել, բայց չեն կարողանում կանխել խաղաղ պայմաններում զինվորների մահերը, նկատում է իրավապաշտպանը։ Մինչև հիմա կան հեղինակություններ, մինչև հիմա կան զինվորների նկատմամբ ճնշումներ, այդ սոցիալական անարդարությունը ոչինչ չի արվում։ Եթե արվի, ուրեմն չեն լինի այս մահվան դեպքերը։ Բանակի ղեկավարությունը սակայն պնդում է, կանոնադրական հարաբերությունները կարգապահությունը բարձր մակարդակի են հասցրել, ամենօրյա ռեժիմով են աշխատում։ Կարգապահության բարձրացման ուղղությամբ նույնպես էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում եւ ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետեւ 2025 թվականին մենք
ունենք շոշափելի արդյունքներ։ Հունվարի ասուլիսի ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանը խոսել էր ձեռքբերումներից, ընդգծել 2025 թվականին սպանության դեպք չի եղել։ Արձանագրվել է մահվան 6 դեպք, որից 2-ը ինքնասպանություն է որակվել։ Նախարար Պապիկյանն այս տարին հռչակել է բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի։ Իր վերջին 2024 թվականի տարեկան զեկույցում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շեշտել էր, որ բանակում կարգապահությանը վնասող մի քանի գործոններ կան, այդ թվում զինծառայողների իրավագիտակցության ոչ բավարար մակարդակը, կադրերի պակասը, միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը եւ զորամաս ռազմական ոստիկանություն ոչ բավարար համագործակցությունը։ Անվտանգության խորհրդի այսօրվա նիստի թեմաներից մեկն էլ բանակի բարեփոխումներն են եղել։ Թե հատկապես ինչ կոնկրետ եզրահանգման են եկել ու արդյոք բանակում մահվան դեպքերը քննարկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված նիստում։ Պաշտոնական հաղորդագրությունը այդ մասին լրում է։ Ներկաները քննարկել են նաև մեջբերեմ Հայաստանի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդելու միջոցառումները, առցանց հարթակներում, այդ թվում սոցցանցերում երեխաների պաշտպանությանը առնչվող հարցեր։ Օրը սկսվեց Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան հայտարարությամբ, թե ինքն ու Նիկոլ Փաշինյանը այլևս ամուսիններ չեն։ Նա ըստ տեսանյութի արդեն լքել է կառավարական առանձնատունը։ Չնայած Փաշինյանն էլ իր գրառմամբ հաստատեց, բայց մեկ է, լուրը ամենևին էլ միանշանակ չի ընդունվել։ Կան ափսոսողներ, միացման կոչ անողներ, բայց նաև թերահավատներ, որ այս ամենը նախընտրական հնարք է։ Այսպեսով ստեսություն Աննա Հակոբյանը երկու ճամպրուկով ու շուրջ 1 տասնյակ արկղերով հեռանում է վարչապետական առանձնատնից դեպի Վարձով տուն։ տաքսիստները, տաքսու վարորդները տարբեր անհայտ անձինք տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից եւ հետս տարել։ Այսօր վաղ առավոտյան նա տեսագրություն է տարածել, որ 2 օր առաջ է նկարահանվել։ Այստեղ հայտարարում է Նիկոլ Փաշինյանից բաժանվելու մասին։ 10 օր առաջ էր Հակոբյանը իրենց քաղաքացիական ամուսնության ավարտի մասին գրել։ Այդ ժամանակ շատերը ենթադրեցին, թե նրանք պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը։ Հիմա Հակոբյանը հավաքած իրերն է ցույց տալիս, ասում սերը խոսելով չի։ Չեմ ուզում ասել սիրում եմ բոլորիդ, որովհետեւ իմ կարծիքով սերը մի բան է, որը ոչ թե պետք է ասել, այլ պետք է գործողությունով ցույց տալ, հոգատարությամբ։ Սա 3 երեկոյան էր Նիկոլ Փաշինյանն այսօր սրտիկ չի ցուցադրել, բայց մի կարճ գրառմամբ հայտնել է Աննայի որոշմանը վերաբերվում է հարգանքով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Վարչապետի արդեն նախկին կինը հրաժեշտի տեսանյութում փորձում է օրինակներով համոզել, որ հեռանում է այնպես, ինչպես եկել էր, առանց դղյակների, միլիոնանոց հաշիվների ու թվանոց զարդերի։ Քարտին ընդամենը 5 միլիոն դրամ կա։ Իմ քարտին կա գումար իմ քայլը հիմնադրամի աշխատավարձից եւ եկամտային հարկի վերադարձից կուտակված գումար, դա հիշում եմ, որովհետեւ ամեն անգամ բացել ես երևում է 5 միլիոն դրամ։ Տուփերով զարդեր է նվեր ստացել, հանձնում է պետությանը, ինչպես նաև այն հագուստը, որ կրել է արարողակարգային տարբեր միջոցառումների ժամանակ։ Դրանց մի մասը խիստ քննադատության էր արժանացել։ Այստեղ Հակոբյանն արդարանում է, փող չի ունեցել, հայ դիզայներներն են նվիրել կամ ժամանակավոր հագուստ տվել իրեն։ Այս տարիների ընթացքում բարես բուն իմաստով աճպարարություն եմ արել տարբեր հարթակներում, տարբեր կերպ ներկայանալու համար։ Եվ եթե ինչ-որ կերպարներ հուսահատեցրել են կամ վրդովեցրել են, կներեք իհարկե։ Պետական պահպանությունից էլ է հրաժարվում Աննա Հակոբյանը, խնդրում չվիրավորել իրեն, եթե մենակ զբոսնելիս տեսնեք։ Եվ քանի որ տուն, փող չունի, ցանկանում է պահպանել աշխատանքը Իմ քայլը հիմնադրամում։ Կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը թերևս բավարար չէ սրա համար, եւ բացի այդ, դատելով երեկվա հակակոռուպցիոն կոմիտեի եւ լրագրողի միջև տեղի ունեցած հարցի պատասխանից չի բացառվում, որ ես քրեական պատասխանության ենթարկվեմ որպես Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն։ Օրեր առաջ ընդդիմություններ է հազանգել, որ Իմ քայլը հիմնադրամն անգլերենի անվճար դասեր է խոստանում։ Սա համարում են ընտրություններից առաջ բարեգործության արգելքի խախտում։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ասել էր ուսումնասիրում են հարցը։ Այսօր կոմիտեից տեղեկացանք, Աննա Հակոբյանին առնչվող քրեական գործ չկա։ Կյանք է գուցե եւ հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած
կապրենք, կտեսնենք։ Սա սերիալ է, արդյունքներով նայեցի շոուի նոր սեզոնի եթերաշրջանը համարում ենք բացված, կլոունադա է, ձեր կամքն ամուր է քարիցել, կարդում ենք բաժանվող զույգի մեկնաբանություններում, շատ են չկողմնորոշվածները խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ, այս դրաման իրական է, թե բեմադրված։ Հանրությունն Աննա Հակոբյանին ճանաչեց հեղափոխության օրերին, նա ամուսնու կողքին էր, իսկ երբ Փաշինյանն անազատության մեջ էր, ինքն էր հարթակ բարձրանում։ Հարազատներ, դուք ինչքան շատ եք։ Առաջին տիկնոջ կարգավիճակում, սակայն Հակոբյանը հաճախ էր քննադատության թիրախում հայտնվում, թիվ 1 օդանավի ակտիվ ուղևոր լինելը դրանցից մեկն էր։ Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում։ Ես ինչ ասեմ։ Քննադատություններն ակտիվացան 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետո միանշանակ չէր ընկալվում առաջին տիկնոջ նախաձեռնած Էրատո կանանց ջոկատը, որ մարտական դիրք էր պահպանում նույնիսկ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Արցախի շրջափակման ցրտաշունչ օրերին Աննա Հակոբյանն Ինստագրամի իր էջում ռիլ էր տեղադրել մոմերի, բուխարու ջերմության ներքո ֆուտբոլի աշխարհի առաջնությանն է հետևում։ Դատարկ խանութների ու սովի օրերին վարչապետի կինն իրենց աճեցրած բանջարեղենի, ապա ապուրի լուսանկարներ էր հրապարակում։ Վերջին տարում առաջին տիկինն ակտիվ քարոզում էր գիրք կարդալ ու կրթվել, իր նախաձեռնած կրթվելը նորաձև է շարժման շրջանակներում։ Այստեղ էլ անսպասելի բառապաշար էր ընտրում հանրությանը դաստիարակելու համար։ Էշ, ոչիլ, ինտելեկտուալ ղզիկներ, հիմնավորում էր Ես շարունակում եմ առաջարկել եւ հուսալ, որ մեր հանրային խոսքի որակը կփոխվի, մակարդակը հատակից կբարձրանա։ Քանի դեռ այս առաջարկը ծաղրի ու հայոյանքի է արժանանում, պատասխանը կլինի համարժեք։ Հետո արդեն ամենակոշտ սրբապիղծ ու մանկապիղծ բառերով միացավ ամուսնու հակակաթողիկոսական արշավանքին։ Հնդածս չինական փիլիսոփայություն էր սովորում Պեկինի համալսարանում։ Տաճա, հաո։ Ոսին Հակոբյան Վարչապետական զույգը վերջին անգամ միասին էր փետրվարի 15-ին։ Հովանավանքում կարգալույց հռչակված քահանայի Ստեփան Ասատրյանի պատարագին էին մասնակցում։ Տարածված պաշտոնական լուսանկարներից ոչ մեկում նրանք նույն ուղղությամբ չեն նայում։ Փաշինյանի կաբինետի միանգամից 2 բարձրաստիճան պաշտոնյաներ վերջին օրերին հայտնվեցին քննադատության թիրախում։ Արդարադատության նախարարը խիստ վրդովված արձագանքեց լրագրողի հարցին, արդյոք չունի մեղքի զգացում, որ իր ենթակայությամբ գործող քրեակատարողական հիմնարկում կալանավորներ են մահանում։ Իսկ առողջապահության փոխնախարարը քահ-քահ ծիծաղեց նախարարությունից դժգոհ բժիշկների վրա։ Իրավապաշտպանները հիշեցնում են, պաշտոնյան, զուսպ եւ հաշվետու պետք է լինի։ Որովհետև մարդը տևական ժամանակ ամիսներ շարունակ, չէ՞ Տիկին Գալյան, մարդը դուք ձեզ մեղավոր զգում եք, ոչ ինչ եմ արել։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կարծում է նաև արդարադատության նախարարն է պատասխանատու, որ քրեակատարողական հիմնարկներում մարդիկ են մահանում։ Մահվան վերջին դեպքի մանրամասներին ծանոթ Հովհաննիսյանն ասում է, սա նաև Սրփուհի Գալյանի աշխատանքի ցուցիչն է։ Այստեղ պետության բացն է եւ կրում է պատասխանատվություն այն կառույցը, որը այդ վերահսկողությունն է իրականացնում անձի նկատմամբ։ Այս դեպքում 2 կառույցներն են, արդարադատության նախարարությունն է, դեմս նաեւ քրեակատարողական ծառայության եւ առողջապահության նախարարությունն է, որը մարդու առողջության իրավունքն է պահպանում։ Փետրվարի սկզբին արդարադատության նախարարության ենթակայությամբ գտնվող Արմավիր քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել էր կալանավորներից մեկի վիճակը։ 44-ամյա տղամարդուն տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց, այնուհետև պալիատիվ բուժօգնության կենտրոն, որտեղ էլ անցած շաբաթ մահացել էր։ Գալյանը 3 զայրացավ, երբ լրագրողը հարցրեց. նախարարը մեղքի զգացում ունի, որ բանտում հերթական մահն արձանագրվեց։ Անեմ բացատրել եմ, ինչ է անում։ Տիկին Գալյան, ես մահվան դեպքում դուք ձեզ մեղավոր զգում եք։ Անթույլատրելի եւ անտրամաբանական է նախարարի համեմատությունը, ասում է քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Հովհաննիսյանը։ Հիշեցնում, պետությունն է պատասխանատու իր հսկողության ներքո գտնվող անձանց կյանքի եւ առողջության համար, քանի որ նրանք զրկված են իրենց առողջական խնդիրներով ինքնուրույն զբաղվելու հնարավորությունից։ Բանտում մահացած Տավրոս Ոսկանյանի մարմնում եղել են օտար մարմիններ, որոնց մի մասն անգամ հեռացված չի եղել։
ինչ եմ արել կամ ինչ պետք է անեինք, որ չենք արել։ Առնվազն ինքնավնասման դեպքերը պետք է կանխվեին, նախարարին արձագանքում է իրավապաշտպանը։ Հարցնում, ինչպես է ստացվել, որ քրեակատարողական հիմնարկում մարդը պարբերաբար ինքնավնասման է դիմել, իսկ Գալյանի պատասխանատվության ներքո գտնվող հիմնարկում այդ ամենը չի կանխվել։ Անձը ունեցել է ոչ միայն առողջական լրջագույն խնդիրներ, այլևոտար մարմիններ, որոնք հայտնվել են իր մարմնում եւ դրանք այդպես էլ չեն հեռացվել, ուստի այս դեպքում որևէ կերպ չի կարելի ասել, դե մենք չգիտեինք, մեզ պատշաճ կերպով չէին տեղեկացրել, թեպետ եւ նույնիսկ չտեղեկացնելու պարագայում, եթե անձը գանգատ է բարձրացնում, նույնիսկ քրեակատարողական ծառայողի մոտ, ծառայողը պարտավոր է այդ գանգատը հասցնել համապատասխան վայր։ Քրեակատարողական հիմնարկներում անցած տարի մահվան 24 դեպք է գրանցվել, որոնցից 8-ը ինքնասպանություն, բայց նախարարը 3 մեկնաբանում էր, մարդիկ երբեմն առողջական վիճակով պայմանավորված մահանում են անգամ բանտում, հաճախ կամ երբեմն էլ դրսում։ Իսկ իր մեղավորության մասին լրագրողի հարցից հետո նաև զգուշացրեց, իրեն այլևս այդպիսի հարցեր չուղղել։ Ես ձեզ թույլ չեմ տալիս ինձ նման հարցադրումներ։ Տիկին Գալյան, ես եմ որոշում, թե ես ինչ հարց պետք է ուղղեմ, չէ, Տիկին Գալյան, այստեղ խնդիրը Իրականում պաշտոնը միայն մասնագիտական գործունեություն չէ, շատ հաճախ շատերը թափահարում են, որ իրենք լավ են սովորել, իրենք կարող են իրականացնել, պաշտոնավարել այդ դիրքում, պաշտոնը նաև այն զսպվածությունն է եւ այն հաղորդակցային հմտություններն են, որոնք նրանք կարող են իրականացնել հասարակության հետ, լրագրողների հետ, ընդդիմախոսների հետ, եւ այստեղ մենք տեսնում ենք, որ անտեղի եւ միգուցե նաեւ այդ հմտությունները չունեցող անձանց հետ մենք գործ ունենք, որոնք ավելի շատ տանում են ծաղրանքի, վիրավորանքի եւ ոչ հարգալից կոմունիկացիայի դաշտ։ Հենց Սրփուի Գալյանն էր ամիսներ առաջ հպարտացել իր ստացած կրթությամբ, անգամ տարակուսել $200,000 տունն ինչ է, որ մի 10 տարում չունենա։ Արդարադատության նախարարը սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետի միակ անդամը չէ, որի վարքն այս օրերին քննադատվեց։ Մի կարճ տեսանյութ էլ առողջապահության փոխնախարարներ նկարել, հեգնելով իրեն քննադատած բժշկական համայնքին։ Լենան Անուշյանը տապալել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխումը։ Իսկ պոլիկլինիկաների բուժաշխատողներից ոմանք այս օրերին սկսել են բարձրաձայնել, որ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումից հետո իրենց գործը ավելացել է, բայց աշխատավարձը զգալի կրճատվել։ Ես մոտավոր ստանում եմ միջինում 100-ից 110 հազար դրամ աշխատավարձ, այս ամսում ստացել եմ մոտ 80,075-ի կարգի։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի գնահատմամբ պաշտոնյաների այս վարքը նշանակում է, որ չեն տիրապետում իրենց ոլորտին եւ չունեն պաշտոնյային հարիր զսպվածություն։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահանջում է դադարեցնել մարտի 1-ի գործով քրեական հետապնդումը։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջնորդած Հայրենիք կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական առաջիկա ընտրությունների։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է արել չեղարկել Իրանում մահապատժի կիրառումը։ And I hope the voice of reason prevails. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջնորդած Հայրենիք կուսակցությունը չի մասնակցի ազգային ժողովի առաջիկա ընտրություններին։ Վանեցյանի կուսակցությունը ավելի վաղ ընտրություններին առանձին մասնակցելու մասին էր հայտարարել։ Տարածած հայտարարության մեջ կուսակցությունը ընդգծել է, որ ընդդիմադիր դաշտից ընտրությունների մասնակից ուժերի քանակի մեծացումը կարող է առաջացնել ընտրողների քվեների մասնատում։ Նախորդ ընտրություններին Վանեցյանի կուսակցությունը դաշինք էր կազմել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի հետ ազգային ժողովում ձևավորելով պատիվ ունեմ խմբակցությունը։ Առաջիկա ընտրություններին միասին մասնակցելու մասին հայտարարել են ՀԱՅԱՔՎ քաղաքացիական միավորումը եւ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը։ Կարծում են հենց իրենք կարող են մեջբերեմ իրական այլընտրանք դառնալ գործող քաղաքական համակարգին։ Մենք պետք է մեր օրինակով վերահաստատենք, ցույց տանք, որ մենք կարող ենք այո լինել անկախ
ինքնիշխան պետություն, որ մենք կարող ենք լինել այս պետության այն էլիտան, որը պատասխանատու է այս պետության համար։ Այլ թեմաների մասին մինչ իրավապահները ընդլայնում են մարտի 1-ի գործով մեղադրյալների ցանկը, ընդգրկելով բարձրաստիճան նախկին այլ պաշտոնյաների, արդեն ընթացող դատավարության մասնակիցները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է այսօրվա նիստում նման միջնորդություններ կայացրել։ Օհանյանը, որ արյունալի իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, պնդել է, թե ապօրինի որևէ բան չի արել։ Մարտի 1-ի գործը անցած տարի վերաբացվեց։ Դրանից միայն 1 տարի անց պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով նոր մեղադրանքներ կայացվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա 3 ենթականերին՝ Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին ու Արմեն Գևորգյանին։ Նախկին նախագահն ու մյուսները 4 տարի առաջ արդարացվել էին, բայց ոչ թե այն պատճառով, որ դատարանում ապացուցվեց, որ նրանք հանցագործություն չեն արել, այլ սահմանադրական դատարանի որոշման արդյունքում։ Քոչարյանի փաստաբանները դիմել էին բարձր դատարան, խնդրել հակասահմանադրական ճանաչել սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, որով սկզբում մեղադրվում էին նախկին պաշտոնյաները։ Բարձր դատարանը այդ հոդվածը հակասահմանադրական ճանաչեց։ Առավելևս, որ իհարկե առաջ անցնելով ասեմ, հաջորդ հարցերի մեջ է դա ընդգրկված լինելու եւ այնտեղ ում պատասխանատուներ կտանք, եթե այս դատավարությունը շարունակվի, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը եւ նրա կազմում գլխավոր շտաբի պետը որպես առաջի տեղակայել օրենքների համաձայն եւ գործել են բացառապես այն նպատակով, որպեսզի կարողանան հանրապետության մայրաքաղաքում պաշտպանել այս կարևոր օբյեկտները, որոնք որ ազդեցության խաղին գտնվում ոչ խաղաղ ցարավների կողմից։ Դրանով ես միանում եմ եւ գտնում եմ, որ քրեական դատապարտումը պետք է դադարեցվի։ Ազատությունը փորձել է պարզել ի վերջո որն է Ռուսաստանից Հայաստան բեռներ տեղափոխող վարորդներին Վրաստանում օրերով պահելու պատճառը։ Վարորդները վրացական կողմի գործողություններում միտում են տեսնում, իսկ Հայաստանի իշխանության անգործությունից խիստ վրդովված են։ Որ ասում է դոկումենտի հետ խնդիր կա, Վրաստանի մեր գործընկերների հետ աշխատել ենք։ Բա որ վարորդը մոդենում է, հարցնում է, ասում են սպասեք։ Խի վարորդին չեն ասում, գիտես ինչ կա, քո դոկումենտները սխալ է, սպասեք։ Կամ այդ դոկումենտը երբ դզին ուղարկին, որ թողեցին։ Վրացական անցակետում 12 օր մնացած բեռնատարի վարորդն է արձագանքում էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը, թե Թբիլիսին պնդել է, որ որոշ ապրանքների հետ կապված ռիսկեր են տեսել։ Գիտեք, մի քանի օր առաջ Վրաստանի էկոնոմիկայի նախարարն էր այստեղ, ըստ էության նախարարը նշեց, որ իրենց գերատեսչության հետ կապ չունի, դա Վրաստանի ֆինանսական ոստիկանություն, այդպիսի կառույց իրենք ունեն եւ ֆինանսական ոստիկանությունը ըստ իրենց։ Այսինքն ես իրեն խնդրեցի 5-2 օր հետո կապ հաստատեց իմ հետ եւ նշեց, որ ինչ որ ապրանքների հետ կապված ինչ-որ ռիսկեր է տեսել, այնուամենայնիվ ես խնդրել եմ պարզաբանում այդ ինչ ռիսկերի մասին է։ Վրացական անցակետերում շուրջ 2 շաբաթ մնացած բեռնատարների վարորդներն օրերս դիմել էին Ազատությանը, պատմելով, որ վրացական կողմն առանց բացատրության կանգնեցրել է իրենց բեռներն ու չի թողնում Հայաստան մտնել։ Այս վարորդները շինանյութ են ներկրում։ 12 կանել են ռուս-վրացական անցակետի ռենգենում աշխատում, երեք դոկումենտները տվել են, ուղղորդել են դեպի գեզի տերմինալ, ախտումները սպասեք, վերևներից հրամանը կտան, բաց կթողեն։ Մոտավորապես արդեն մի 100 մեքենա, որ մենակ տախտակ լամինատ է բարձված դեպի Հայաստան գալացավ։ Եթե շատ կոնկրետ ասվի, որ այ օրինակ այս մեքենայի վարորդը այս փաստաթղթերը չի ունեցել, դա լրիվ ուրիշ իրավիճակ է եւ մյուս իրավիճակը, որ այսօր մեզ չի ներկայացվում, ուղղակի մեքենաները այնտեղ կանգնած են եւ բարձաբանում էլ չի ներկայացվում, դա ուրիշ իրավիճակ է։ Նախարար Գևորգ Պապոյանը վրացական կողմից ստացավ ի վերջո իր ճշտող հարցերի պատասխանները, թե կոնկրետ ինչ ռիսկերի մասին է խոսքը կամ որ վարորդների փաստաթղթերի հետ է խնդիրներ ծագել։ Էկոնոմիկայի նախարարությունից այսօր ողջ օրը
արձագանքեցին մեր այս հարցերի։ Նախարարի երեկվա հայտարարությունից նեղսրտած ու զայրացած վարորդներից մի քանիսն այսօր Ազատությանն ասացին, Պապոյանը փորձել է անմիջապես կապ հաստատել իրենց կամ շինանյութի պատվիրատուների հետ, որ հասկանա ինչի մասին են խոսում վրացիները։ Եվ որ Պապոյանը ինչի՞ց է խաբար։ Ինչ որ մի հատ վարորդի հետ խոսացել եք, վարորդի մոտեցել է, ասել եմ որ այդ դոկումենտը սխալ է։ Դոկումենտի համար կանգնած ես, ասում են սպասեք, ով ասում են ինչքան վաղ, ասում են չգիտենք։ Սպասեք ենքան, իջե մենք ձեզի մոտենանք խաբար անենք։ Եկ ջղայնանում են։ Պաշտոնական Թբիլիսին էլ առայժմ հրապարակային մեկնաբանություն չի արել։ Նախորդ շաբաթ Հայաստանում էր Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլին, սակայն էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունում սահմանային այսպիսի խնդիրների մասին ոչ մի հիշատակում չկար։ Վրացի նախարարը նշել էր գոհե բանակցություններից։ Վարորդներն էլ հիշեցնում են, նախկինում էլ ալկոհոլ տեղափոխող հայկական մեքենաներն էին, շաբաթներով, հաճախ նաև ամիսներով մանրակրկիտ զննություն անցնում անցակետերում, այնինչ Վրաստանը տարանցիկ երկիր է ու այդ ալկոհոլը Ռուսաստանում էր վաճառվում։ Այս բողոքներից հետո միևնույնն է վրացական կողմը շարունակում է ստուգել իր տարածքով Ռուսաստան վաճառքի գնացող հայկական կոնյակը, պարզապես անցակետերում ավելի կարճ են մնում բեռնատարները։ Այս վարորդը ցանկացավ անանուն մնալ, նրա խնդրանքով նաև փոխել ենք ձայնը, ասում է հետագայում հատկապես անցակետերում խնդիրներ են ունենում, եթե իրենց ճանաչում են։ 2 տարի նորմալ աշխատել ենք, միանգամից հոп վերցնում են, որ սաղի պետքա պահեն ստուգում անում։ Լավ, թող 10 մեքենան ստուգում անեն, եթե ինչ-որ կասկածելի բան կար բերի հետ կամ դոկումենտի հետ, միանգամից 70-80 մեքենա դայնացնում են, բրավեր կային անում։ Նաև հեղուկ գազով բեռնված մեքենաների վարորդներն էին բողոքում վրացական սահմանին կաշառք են պահանջում իրենցից, ինչի հետևանքով գազի գինը Հայաստանում բարձրանում էր։ Գումարը տալիս են մի հատ անհատի, որ այդ ապրանքը անցնի։ Գումարը չեն տալիս, այդ ապրանքը չի անցնում։ Այդ ամբողջ խնդիրը։ Իսկ ում են տալիս այդ գումարը։ Անօրինական գումար։ Հայաստան ինչ-որ մեկի։ Այդ մեքենան դուրս է գալիս։ Միանգամից տալիս են, всё, համաները նկարում ղրգում են, տամոժիկը բացում տեն մա որ կա այդ տվյալ մեքենայի համաները, всё, աֆորմի տանում հասնում է այդմա։ Չկա ասма քաշի կայնի։ Ինչև լնի համարները։ Լարսով անցնող հայ-վրացական սահմանը Հայաստանի համար Ռուսաստանի հետ միակ ցամաքային ճանապարհն է։ Սահմանին ստեղծված ցանկացած խոչընդոտ անմիջապես ազդում է ներմուծողների, գների եւ ընդհանրապես տնտեսական իրավիճակի վրա։ Ազատության այս զրուցակիցը, որ ցանկացավ անանուն մնալ, պնդեց քաղաքական խնդիր է, թեև իրենք դեմ չեն ու պատրաստ են բոլոր ուղղություններով բեռներ տանեն ու բերեն, բայց ասում են հնարավորություն չի ընձեռում պետությունը։ Ռուսաստան դեմ պրոցիր մեր երկիրը։ Մեր 90%-99% կարելի ասել Ռուսաստանից է գալիս։ Ավելի վաղ նախարար Պապոյանը հայտարարել էր, որ դիմել է իրավապահներին տարբեր խոսակցությունների եւ հնարավոր ներգրավվածությունների վերաբերյալ, սակայն ըստ նրա որևէ վարորդ կամ ներմուծող պաշտոնական հաղորդում չի ներկայացրել իրենցից պահանջվող կաշառքի մասին եւ այս հարցը զարգացում չի ստացել։ Վարորդները հակադարձում են պետական կառույցների հնարավորություններն ավելի մեծ են ճշտումներ անելու համար։ Ինչու են այդ բեռը վարորդների վրա դնում։ Մի քանի թեմա միջազգային լրահոսից ենք առանձնացրել, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրքը կոչ է արել անհապաղ մորատորիում հայտարարել Իրանում մահապատժի կիրառման վրա, զգուշացնելով, որ տասնյակ մարդիկ ևս կարող են ենթարկվել մահապատժի։ Այս շաբաթ կայացել է հունվարին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի հետ կապված առաջին մահապատժի դատավճիռը։ Ես սարսափած եմ այն տեղեկություններից, որ առնվազն 8 մարդ, այդ թվում 2 երեխա, դատապարտվել են մահապատժի բողոքի ցույցերի հետ կապ ունենալու մեղադրանքով։ Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Թյուրքը, հավելելով, որ ևս մոտ 30 մարդ ըստ երևույթին նույն դատավճռի վտանգի տակ է։ Միացյալ Նահանգների փոխնախագահը չգիտի, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչպես կվարվի Իրանի հարցում։ Ըստ նրա կա երկու ուղի՝ ռազմական հարվածների միջոցով ապահովել, որ Իրանը միջուկային զենք չստանա կամ գտնել դիվանագիտական լուծում։ Բայց Վենսը չի կարծում, թե Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունը Միացյալ Նահանգներին կներքաշի Մերձավոր Արևելքում տարիներով ձգվող պատերազմի մեջ։ Ռազմական լարվածության աճի ֆոնին 3 Ժնևում Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչներն անցկացրեցին անուղղակի բանակցությունների 3-րդ փուլը։ Համաձայնություն ձեռք բերելու մասին հաղորդում չի եղել, բայց Օմանի արտգործնախարարը, որը միջնորդի դերում է, հայտնել է, որ քննարկումները կշարունակվեն հաջորդ շաբաթ Վիեննայում։
Նոր թեժկետ աշխարհի քարտեզին Պակիստանի եւ Աֆղանստանի միջև բախումներ են սկսել։ Կողմերը փոխադարձ հարվածների մասին են հաղորդում, այս ժամին հայտնի տեղեկությունները այս պահին կներկայացնենք։ Պակիստանը գիշերը օդային պատասխան հարվածներ է հասցրել Թալիբան շարժման կառավարական թիրախներին Աֆղանստանի 3 խոշոր քաղաքներում։ Այն բանից հետո, երբ թալիբները անցած երեկո հայտարարեցին սահմանին մոտ պակիստանյան ռազմական դիրքերի վրա լայնածավալ հարձակման մասին։ Պակիստանը հրթիռակոծել է Թալիբանի ռազմական գրասենյակները եւ հենակետերը Քաբուլում, Պակտիայում եւ Ղանդահարում, որտեղ գտնվում են նաեւ Թալիբանի գլխավոր շտաբն ու հոգեվոր առաջնորդի կեցավայրը։ Իսլամական պետությունների միջև ընդհանուր մոտ 2600 կիլոմետր սահմանի մի քանի հատվածներում եղել են նաեւ ցամաքային բախումներ։ Կողմերը տարբեր թվեր են ներկայացնում մեկը մյուսի կորուստների մասին։ Պակիստանի զինված ուժերի խոսնակը հայտնել է, որ գիշերվանից Թալիբանի 274 պաշտոնյա եւ զինյալ է սպանվել, խոցվել է 22 թիրախ, սպանվել է նաեւ պակիստանցի 22 զինվոր։ Վարչապետի հրահանգով գործողությունները շարունակվում են, ասել է Ահմեդ Շարիֆ Չահուդրին։ Մինչ այդ էլ կառավարության խոսնակ Մոշարաֆ Զայդին էր հայտնել, որ վիրավորվել է ավելի քան 200 թալիբ զինյալ, ոչնչացվել եւ գրավել են թալիբների 2 տասնյակից ավելի դիրքեր։ Մինչդեռ աֆղանական կողմը պնդել է, թե Նանգարհար նահանգում սպանվել է 55 պակիստանցի զինվոր եւ գրավվել 19 դիրք, իսկ թալիբներից սպանվել է 8, վիրավորվել 11-ը։ Զոհեր եւ վիրավորներ կան նաեւ խաղաղ բնակչության շրջանում։ Նանգարհարի հիվանդանոց բազմաթիվ վիրավորներ են բերվել։ Բնակիչներն էլ մանրամասներ են պատմում կատարվածից։ Մենք վրանում էինք, երբ ամեն ինչ սկսվեց, հետո սկսեցին ծանր զինատեսակներ կիրառել, ինչ որ բան ընկավ եւ կնոջս ձեռքը լրջորեն վնասվեց, զարմիկս նույնպես վիրավորվեց, երկուսն էլ ծանր վիճակում պառկած են հիմա։ Հենց լսեցի ինքնաթիռի ձայնը վեր կացա տեղիցս, տեսա թե ինչպես ինքնաթիռը իջավ եւ երկուռում գցեց, ապա նորից բարձրացավ, բոլորս վազեցինք ներքնահարկ։ Առավոտյան Քաբուլում վիճակն արդեն հանգիստ էր, սակայն բնակիչները դեռ սարսափած էին գիշերվա իրադարձություններից։ Շատերն են վիրավորվել կոտրված ապակիներից, դա շատ սարսափելի միջադեպ էր եւ բոլորը չափազանց վշտացած են այս խնդիրների պատճառով։ Գիշերվա ժամը 2-ն էր, մենք ընկերների հետ էինք, նրանք ասացին, որ գուցե պայթյուն է կամ երկրաշարժ։ Հրաձգության թույլ ձայներ էին լսվում, մի փոքր սպասեցինք, հետո դուրս եկանք։ Պայթյունի ձայն լսվեց եւ մենք արթնացանք։ Չգիտեմ թե որտեղ էր պայթյունը։ Ոմանք ասում են, որ հարձակվել են Դարուլամանի տարածքի վրա, ոմանք ասում են օդանավակայանի վրա։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ զինված ուժերը միշտ պատրաստ է պաշտպանել երկրի անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ կարող է լիովին ջախջախել երկրի նկատմամբ ցանկացած ագրեսիա։ Պակիստանի զինված ուժերը վճռական տրամադրված են թույլ չտալու, որ երկրի խաղաղությունն ու անվտանգությունը որևէ պարագայում վտանգվեն։ Պաշտպանության նախարարն էլ տեղի ունեցածը ակնհայտորեն պատերազմ է որակել։ Մեր համբերության բաժակը լցվել է, սոցցանցում գրել է Խավաջա Մուհամմադ Ասիֆը։ Աֆղանստանը հայտարարել է, որ կպատասխանեն, եթե նորից հարձակման ենթարկվեն։ Ավելի ուշ կառավարության խոսնակը հայտարարել է, որ ցանկանում են խնդիրը լուծել երկխոսությամբ։ Այսօր լարվածությունը թույլատնելու հարցը Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի պաշտոնակիցների հետ քննարկել է Պակիստանի արտգործնախարարը, մանրամասներ սակայն չեն հաղորդվում։ Իրանը եւ Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել նպաստելու երկրների միջև երկխոսությանը։ Չինաստանն էլ կոչ է արել նստել բանակցությունների հակամարտությունը դադարեցնելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ կողմերին կոչ է արել պահպանել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Պակիստանը տասնամյակներով սերտ հարաբերություններ է ունեցել աֆղանական թալիբների հետ եւ ողջունել է նրանց վերադարձը իշխանության 2021-ին, սակայն շուտով պարզվեց, որ թալիբներն այնքան էլ տրամադրված չեն համագործակցելու, ինչպես ակնկալվում էր, եւ հարաբերությունները սկսեցին աստիճանաբար լարվել։ Պակիստանը պնդում է, որ Թեհրիկե Թալիբան Պակիստան զինյալ խմբավորման ղեկավարությունը եւ դրա շատ զինյալներ գտնվում են Աֆղանստանում, եւ որ զինված ապստամբները, որոնք ձգտում են Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան նահանգի անկախությանը, Աֆղանստանն օգտագործում են որպես անվտանգ ապաստան։ Պակիստանն Աֆղանստանին նաեւ մեղադրում է սահմանին հարձակումներ իրականացնող զինյալներին թաքցնելու համար։ Թալիբանը սակայն հերքում է մեղադրանքը։ Թալիբանն իր հերթին պնդում է, որ Պակիստանը թաքցնում է իր թշնամի իսլամական պետության զինյալներին։ Իսլամաբադն էլ սա է հերքում։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև բախումներ տեղի ունեցան նաեւ անցած հոկտեմբերին, որոնց հետևանքով կողմերը տասնյակ կորուստներ կրեցին։ Քրդական բավարարական կուսակցության հիմնադիր բանտարկված Աբդուլլա Օջալանը այսօր հայտարարել է, որ անհրաժեշտ է Թուրքիայում նոր օրենքներ ընդունել, որոնք կլուծեն երկրի քրդական բնակչությանը տասնամյակներով անհանգստացնող քաղաքական, մշակութային եւ իրավական խնդիրները, նպաստելով նրանց ինտեգրացմանը։
Օջալանի հայտարարությունը մամուլի ասուլիսի ժամանակ ընթերցել է Քրդամետ դեմ կուսակցությունը։ Բանտարկված Օջալանը կրկնել է, որ իրենց նպատակը բռնության վրա հիմնված քաղաքականության դարաշրջանը փակելն ու ժողովրդավարական հասարակության եւ օրենքի գերակայության վրա հիմնված գործընթաց բացելն է։ Սրանք էին թողարկման թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է սոցցանցերի մեր էջերում նույնպես հետևեք, հաջողություն։